Այսօր ֆինանսների նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նախարարության 2011-ի գերակա խնդիրները։ Նախարարը նախ կարևորեց բյուջետավորման գործընթացի կատարելագործումը։ Հաջորդ կարևոր ծրագիրը պետական պարտքի գրանցման եւ հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումն է։ Իրականացվող ծրագրերի շարքում նախարարը նշեց, որ պատրաստվում են կառավարության ներկայացնել նաեւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսավորման գործիքներում ներդրման քանակական եւ արժութային սահմանափակումները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Տարվա ընթացքում նախարարությունն ուշադրություն կդարձի նաև հարկերի պատշաճ-հավաքագրմանը։ 2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքի չափը կազմել է 3 միլիարդ 795 միլիոն դոլար։ Արտաքին պարտքի այս չափը Հայաստանի ՀՆԱ-ի 44%-ն է կազմում։ Այս տարի արտաքին պարտքի ավելացում չի նախատեսվում։ Մենք չենք մոտենա օրենքով սահմանափակված սահմանին եւ պարտքի բեռը արդեն 2013 թվականից սկսի նվազել։ Ինչ վերաբերում է հարկեր ՀՆԱ հարաբերակցությանը, ապա նախարարը նշեց, որ 2010-ին այս ոլորտում բարելավում չի արձանագրվել։ Կանխատեսված տնտեսական աճը 1.2%-ի փոխարեն, ուրեմն բյուջեում կանխատեսված ցուցանիշը դա էր, մենք կունենանք ամենայն հավանականությամբ 2.6%։ Ինչ վերաբերում է հարկերին, ապա բյուջեում նախատեսված 570-ի փոխարեն մենք հավաքել ենք 591.9 միլիարդ դրամի չափ հարկային եկամուտներ։ 2010-ը մենք ավարտեցինք բարձր գնաճով, սակայն մենք խնդիր ունենք առաջարկի շոկի հետ։ Այդ պայմաններում նման գնաճի դեմ խիստ դժվար է անմիջական պայքարել, շեշտեց նախարարը։ Մեր գնահատականներով 2011-ին գնաճը կլինի ընդհանուր առմամբ տարեվերջին երևի 5-ից 5.5%-ի շրջանակներում։ Ֆինանսների նախարարությունը արդեն իսկ ամրագրված ծրագրով մոտակա տարիներին նվազեցնելու է ուրեմն դեֆիցիտը, ինչը պահանջարկը խթանող լրացուցիչ գործոն է եւ հիմնական ուրեմն գործիքը մեր այդ ուղղությամբ ազդելու դեֆիցիտի փոքրացման ուղղությամբ է։ Ֆինանսների նախարարությունը ունի ակնհայտորեն ուրեմն կրճատողական այդ տեսակետից քաղաքականություն, ինչը պետք է որ նպաստի գնաճի զսպմանը։ Խոսելով վերջին շրջանում մեծ թափ առած կադրային փոփոխությունների մասին, նախարարը նշեց, որ կադրային փոփոխություններ իր կողմից դեռ չեն իրականացվել։ Ինչ վերաբերում է իմ կողմից նախաձեռնվող փոփոխություններին, ապա ես նույնպես նախատեսում եմ կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնք սակայն չեն լինի, ասենք, մոտակա ամսվա ընթացքում։ Լուսինե Հովհաննիսյան, Ավետիս Տավյան, Slack AM։